Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, քննարկում ենք ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցը, Արամ Վարդևյանի թեկնածությունն է քննարկվում, բայց միշտ այդ հարցին անդրադառնալ ես կուզենայի մի քանի կարճ ռեմարկ անել դաշնակցական գործընկերների ասածների վերաբերյալ Նախտիկին Վարդանյանի երեկվանից եւ արդեն այս 5 տարի թնդացող հարցի վերաբերյալ թե շուշուտ ասեք ձեր կարծիքը ինչ եք մտածում սրա մասին, նրա մասին, ով ինչ է, ով է, ով սպառնալիք է, ով սպառնալիք չի, Տիկին Վարդանյան։ Ընդհանրապես խոսքերը ասվում են անհրաժեշտաբար, ընդհանրապես խոսքը որպես գործիք պետք է օգտագործվի անհրաժեշտաբար։ Դատարկախոսությունը լավ բան չի։ Չի կարելի ուղղակի խոսելու համար։ Ուղղակի մտքիդ ինչ գա, ասես, ասենք ես օրինակ ձեզ հիմա ինչ եմ մտածում ձեզ մասին, այսինքն դա ամեն ինչը ասեմ, դա չի լինի, դա չի լինի ճիշտ, դա կարիքը չկա։ Դուք եկեղեցու պաշտպանությամբ ենք, ասում եք եկեղեցին ենք պաշտպանում, քրիստոնյա ենք, Աստվածաշնչում չեք կարդացել, որ ամեն մի դատարկ խոսքի համար պետք է պատասխան տաք դատաստանի օրը, բայց դա չեք կարդացել։ Չէ, դատարկ խոսքերը Տիկին Վարդանյան, ամեն անգամ վեր եկել, ասում եք հələ ասեք, ինչ եք մտածում, օրինակ, ո՞րն է Հայաստանի սպառնալիքը, բայց հատուկ ծառայություն ենք ստեղծել, որը ձերոք չի եղել։ Այդ ծառայությունը տվել է զեկույց, որտեղ գրված են Հայաստանի Հանրապետության հիմնական մարտահրավերները, սպառնալիքները եւ այլն։ Ազգային ժողովի նախագահը որ վեր կացավ։ Ասեց այս պետությունից է սպառնալիքն եմ, զգում եմ պետ։ Դա ձեզ ինչ է տալի, որ ինչ գնաք այդ զապիսը ուղարկեք այս մեկին, M1-ին, ասեք, տես ինչ ասեց ազգային ժողովի նախագահը, մի հատ պատասխան, հետո գաք այստեղ ասեք, պարոն Ռուբինյան, բայնորված էր ասացին, տեսակ Թուրքիայից ինչ են պատասխանել։ Մի հատ դե դուք պատասխան տվեք, դե ծուր կհասնի մեր գործերը։ Իմաստը դրա։ Անդրադառնալով Պարոն Վարդևանյանի թեկնածությանը, Պարոն Վարդևանյան, ես ձեր ուժի, մյուս ընդդիմադիր ուժի հետ ունեմ ֆունդամենտալ տարաձայնություններ եւ այդ տարաձայնությունները ես այդ տարաձայնությունների մասին սկսեցի խոսել իմ անցած ելույթում եւ դա հետեւյալն է, արդյոք իշխանությունը պետք է ձևավորվի վերևից ներքև, թե ներքևից վերև։ Հայաստանում ընդհանրապես մեր ներքաղաքական կյանքը այս հարցի շուրջ է պտտվել վերջին 35 տարիներին։ 1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրություններում իշխանությունը ձևավորվեց ներքևից վերև, առաջին ժողովրդավարական ընտրություններն էին սովետական միությունում, հետո նախագահական ընտրություններ, ելի իշխանություն ձևավորվեց ներքևից վերև, հետո 96 թվականին այդ ընթացքը որոշակիորեն շեղվեց կամ կասեցվեց, ես կարող եմ ասել, եւ իշխանությունը սկսեց ձևավորվել արդեն վերևից ներքև։ Հետո 98-ին դա առավել մեծ մասշտաբներով տեղի ունեցավ, հետո մյուս ընտրություններում, երբ դուք եք իշխանության, եւ 2018-ին նորից իշխանությունը ձևավորվեց ներքևից վերև եւ սրա հետ որ դուք չեք հաշտվում, որովհետեւ ինձ թվում է, որ դուք կարծում եք, որ ճիշտն է նա, որ ինչպես պարոն Վարդանյանն ասեց, ընտրախավը, սա իդեպ շատ հետաքրքիր նոր բառ է, ընտրախավ, այդ ինչ բան է, ընտրախավ։ Այսինքն ընտրյալների խավը, հա, երևի ընտրյալ մարդկանց ուժեղ փաստաբանների, ուժեղ, չգիտեմ, մասնագետների, տեխնոկրատների, արիստոկրատների, հեծելազորի, թագավորների ուժեղ մարդկանց խավը, ինչ անում ընտրախավն է ձևավորում ինքնությունը եւ մարմնավորում, ենթադրում եմ ինքնությունը։ Միգուցե սրանից 3000, 2000, միգուցե 1000, միգուցե նույնիսկ 200 տարի առաջ այդպես էր, բայց ժողովրդավարական հանրապետություններում այդպես չի, ժողովուրդն է դնում իր առջև նպատակներ, ես գիտեմ, որ դուք դրան էլ չեք հավատում, դուք չեք հավատում, որ ժողովուրդը սուբյեկտ է, դուք չեք հավատում, որ կա հավաքական բանականություն, ձեր մասին եմ անձամբ խոսում, պարոն Վարդևանյան, դուք չեք հավատում, որ 1 միլիոն մարդ կարող է ունենալ հավաքական, միասնական, այսպես ասեմ, հավաքական բանականություն, առանց իրար հետ խոսելու, առանց միլիոն հոգով միտեղ հավաքվելու եւ ինչ-որ հարց քննարկելու, ուղղակի կարող է ինչ-որ հարցի վերաբերյալ տարբեր գործիքներով, խորհրդարանական ընտրությունների միջոցով մեզ գործուղելով այստեղ, մասնավոր քննարկումներով, հա,
ձևավորել ազգային նպատակ եւ ընտրել ազգային իշխանություն այդ ազգային նպատակը իրականացնելու համար։ Դուք ուրիշ բան եք հավատում, որ կան ուժեղ մարդիկ, դուք հավատում եք ուժեղ մարդ հասկացությանը, որը էլի շատ կարևոր է։ Բայց երկու ձևի դրսևորում ունեն ուժեղ մարդիկ։ Կան ուժեղ մարդիկ, որոնք արտացոլանքն են իրենց ժամանակի, իրենց ուղված ժողովրդական պատվերի։ Այսինքն ոսպնյակի նման, եթե պատկերացնեք, ոսպնյակի նման խտացնում են լույսը եւ ստեղծում են, գեներացնում են մեծ էներգիա, բայց այդ լույսը գալիս է բազմաթիվ մարդկանցից, մեծ թվով մարդկանցից, պատկերացրեցիք, չէ՞, ոսպնյակը ոնց է աշխատում։ Երբ լույսի շողը խտացվում ու մեծ էներգիա է գեներացնում ու կարող է մեծ խնդիրներ լուծի, բայց լույսը պիտի լինի, լույսը ոսպնյակի մեջ չի, լույսը գալիս է դրսից, ոսպնյակը վերցնում է այն մեսիջները, որ կա ժողովրդի մեջ եւ լուծում է ինչ-որ խնդիր։ Դուք այլ կերպ եք դա պատկերացնում, դուք ավելի շատ կծիկի նման եք պատկերացնում իշխանությունը, որտեղ մեկ թելը շատ պինդ ձգված է, անընդհատ ու անընդհատ ու անընդհատ պատտվում է այդ թելը, ինչքան պինդ է ձգվում, այնքան ավելի պինդ կծիկ է լինում եւ ասում եք, տեսեք, ինչ ուժեղ է, ինչ ուժեղ կծիկ ես ունեմ, առանց հաշվի առնելու, որ դա ընդհանրապես մեկ թել է, եթե թելի ծայրից, կներեք, թելի ծայրից բռնես, ամբողջ կծիկը կքանդվի։ Ամբողջ կծիկը կքանդվի։ Մենք այդպես չենք պատկերացնում ուժը։ Մենք էլ ենք ուզում, որ Հայաստանը լինի ուժեղ պետություն, բայց մենք Հայաստանը չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն։ Մենք պատկերացնում ենք որպես ուժեղ ցանց, որը հազարավոր թելեր ունի կապված։ Եվ եթե թելերից մեկը կտրես, երկուսը կտրես, երեքը կտրես, հա, ցանցը մի քիչ կարող է թուլանա, բայց չի պատրվի։ Իր կենսականությունը չի կորցնի։ Մենք չենք ասում արքես կոմբայն տուր մեզ իշխանություն։ Մենք այդպես չենք ասում։ Մենք ասում Ժորժ ջան, կոմբայն է պետք, ուրեմն պետք է աշխատենք բոլորով։ Պետք է բոլորով աշխատենք, ստեղծենք արժեք, այդ ձեր գեներացած հարկերով գնանք եւ գնենք կոմբայն, տանք ձեզ, մյուս տարի ավելի արդյունավետ աշխատեք, նոր հողեր մշակեք, նոր կոմբայնով, նոր արժեք եւ այդպես շարունակ։ Մեր եւ ձեր տարբերությունը ո՞րն է։ Դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ։ Մենք ուզում ենք գործի ընդունվել ժողովրդի մոտ։ Սա ֆունդամենտալ տարբերություն է։ Դուք ուզում եք մարդկանց վարձով որպես ժողովուրդ գործի ընդունել։ Ասել այ դուք կլինեք մեր ժողովուրդը։ Պարոն Վարդանյան ասաց, այդ ընտրախավը գա եւ ասի այ սա մեր ժողովուրդն է, տեսեք, ժողովուրդ։ Այդ 300,000 աշխատատեղի հարցն էլ է դեպ այդտեղից գալիս։ Մենք կստեղծենք աշխատատեղեր, դուք կգաք այդտեղ կաշխատեք որպես մեր ժողովուրդ։ Մենք ձեզ ամեն ինչով կապահովենք, դուք մեզ կապահովեք ձայներով։ Այդ հարց չկա, մոտեցում է, բայց սա ֆունդամենտալ տարբերություն է եւ մեր ժողովուրդը պետք է մտածի սրա մասին։ Իրենք գործի են ընդունվում ձեզ մոտ որպես ժողովուրդ, թե իրենք գործի են ընդունում իրենց մոտ մարդկանց որպես այո ճիշտ ասացիք ժամանակավոր, բարձր հիմա 5 տարվա մանդատով օրինակ իշխանություն, հետո նորից են ընդունում 5 տարուց, հետո նորից են ընդունում, հետո նորից են ընդունում։ Եվ որպեսզի իմ ասածը չթվա շատ փիլիսոփայական, պարոն Կարապետյան, ես ձեզ կոնկրետ հեծի վրա օրինակ բերեմ, հենա պարոն Ղազենյանն էլ ստեղա։ Երբ դուք մասնավորեցրեցիք հեծը։ Բա, գնել եք, երբ դուք գնեցիք հեծը, քանի կապալառուներ կային, քանի մասնավոր գործընկերներ կային, որ մատակարարում էին կաբելներ, տրանսֆորմատորներ, ապահովիչներ, սյուներ, Թուրքիայից լինի, Չին հասնա, պարոն Կարապետյան ասում է Թուրքիայից, տեսեք, ինձ ուզում է վախացնի Թուրքիայի անունը տալով պարոն Կարապետյան, Թուրքիայից, Չինաստանից, Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, դա արդեն ձեր դա բիզնեսի գործը չի, բայց կային, ձեր օրոք ինչ է տեղի ունենում, կարող եք դուք ցույց տալ, հիմա տարեկից ցույց տալ, ձեր օրոք դրված մի տրանսֆորմատոր, որը դուք չեք արտադրել, ձեր գործարանում, ասենք մարդը էժանով տրանսֆորմատոր է ճարել Չինաստանից, էժանով, չէ, դա լավ է, չէ, տնտեսության համար էժանով բերի, այդ մասին պետք է մենք խոսանք, հարգելի գործընկերներ, Հայաստանում մենակ դուք չեք կաբել արտադրել, մենակ դուք չեք կաբել արտադրել, մյուս կաբելագործներից կարող ավելի էժան է տալիս, մեր ժողովուրդն էլ թանկով չէ, այդ կաբելը դուք չեք արել, մեր ժողովուրդն է արել այդ կաբելը, այդ տրանսֆորմատորը, այդ ապահովիչը, կա կազմակ, ասենք բացի T-Construct-ից, Կասկադից, Իտեկոից, կա ուրիշ, հիմա հələ նայեք, քանի հոգի կան, կա օրինակ մի հատ ուղղակի, ձեզ հետ կապ չունեցող շինարարական կազմակերպ շատ,
Հա կարող է մի 5% լինի ընդհանուր ծավալի մեջ։ Վերցնենք համեմատենք թվերը։ Վոլիոսի պատմությունը ով է այստեղ, պարոն Սուքասյան հեն այնտեղ է։ Նախագծային ընկերություն։ Կարող է մի լավ նախագծային ընկերություն լիներ, իրանք են ժողովուրդ։ Հարմար գնով նախագիծ աներ։ Այս խոսակցությունը եկեք շարունակենք, քանի որ ժամանակը ավարտվեց այս հարցերին։ Շնորհակալություն, պարոն Եղայան։ Լավ։